Մենք Երևանի համար 47 միջնակարգ դպրոցից ենք, ես Մերինե Մանուկյան, 5-րդ Բ դասարանի դասղեկն եմ, ինչպես նաև պատմության ուսուցչուհին եմ։ Նախ ես արդեն դասարանի հետ որպես այդպիսին դասղեկություն այս տարի եմ սկսել, առաջին անգամ ենք գալիս, բայց ինձ համար առաջին անգամ չի, ես դասավանդել եմ նաև 40 հիմնական դպրոցում, այնտեղ ունեինք սաներ, զոհված Համլետը Հովհաննիսյան, Արմանը Խաչատրյան, ում անունով դասասենյակներ ունեինք նաև ու մշտապես էինք գալիս, բացի դա որպես հայ, որպես ուսուցիչ, որպես մարդ, ես ինքս չէի էլի ինձ ների, որ այսօր առաջի անգամ էստեղ լինեի, ինչու հենց այսօր մենք ուրեմն հունվարի 29-ին դպրոցում դասարանի երեխաների հետ միջոցառում ունենք հայրենիքի համար ապրելով խորագրով եւ որպես հիշատակի օր եւ ոչ աշխատանքային օր այսօր որոշեցինք գալ, իսկ եթե նույնիսկ այսօր հիշատակի օրը չառանձնացվեր, մենք միևնույն է վաղը կգայինք ու ընդհանրապես իրենց համար սա առաջինն է ինձ հետ, բայց ոչ վերջինը, վստահաբար եմ ձեզ նշում եւ երեխաները մոտենում են ծաղիկներ են խոնարհում, ասմունքում են, իրենց ասմունքներն են ասում տղաները, աղջիկները, փորձում ենք մի փոքրել մենք ցույց տալ, որ կյանք կա, մահից հետո կյանք կա, իրենցից հետո իրենք ապրում են եւ իզուր չէր ոչ մի բան, ամեն բան դեռ արժևում է։ Կարևորում եք, որ եկող սերունդը ճանաչի հանուն հայրենիքի զոհված։ Պարտադիր կարևորում ենք ոչ միայն 44 օրյա, մենք խոսում էինք սկզբում նաև քառօրյա, նաև Արցախյան շարժման 88-ի եւ ընդհանրապես հայ ժողովրդի կյանքում յուրաքանչյուր զավակ, որ իր կյանքը տվել է հայրենիքի համար, դա պետք է հիշել, պետք է կարևորել եւ պետք է պարտադիր ապրել ու ապրեցնել, որովհետեւ ոչ մի բան իզուր չի եղել եւ այս սերունդներն էլ հավատացեք դա գիտակցում են եւ այդպես էլ ապրում են ու ինձ համար դրանք սկզբունքային են, ոչ թե կարևորում եմ, այլ կոնկրետ սկզբունքային են։ Երեխաների հոգեվիճակի հետ կապված մտավախություն չկա։ Չկա, ես այստեղ ծնողներ ունենք, կարող եք դուք իրենց հետ հանգիստ խոսել առանց ինձ էլ նաև, բայց հոգեվիճակի հետ կապված որևէ մտահոգություն ինչու չունեմ, որտեվ այսօրվա մեր երեխաները շատ ավելի հասուն են, քան մենք պատկերացնում ենք եւ ի վերջո նշեմ, որ ինչ հոգեվիճակ չէ, որ իրենք այդ պատերազմի օրերին կային, մեր ընտանիքները ապրում, վերապրում էին այդ ամենը, իրենք էլ փոքր էին, բայց հաստատ ոչ այնքան, որ չհիշեն եւ ոչ, որովհետեւ մանկուց դպրոցից, մանկապարտեզից ենք դառնում քաղ հասարակության անդամներ, ովքեր գիտակցում են ինչ է հայրենիքը եւ այսօր համացանցը այնքան ընդլայնված է եւ երեխաները այնքան հասանելիություն ունեն, որ շատ ավելի վատ բաներ կա, որոնց պետք է իրենք չհետևեն ու իրենց հոգեվիճակի վրա ազդում է, քան եռաբլուրում գտնվելը։